քանդեց հինը կործանողել էին։ Կործանեց ուժեղին, չարին, վերջը թողեց քարաքարին։ Կտրվեց բուրժուի ճարը, շատ հետևողել էին։ Հետևեց, երկիրի շինեց, անապատներ ջուրանցք ծրուց, ծովը ծովի հետ միացրուց, քաջաշադողել էին։ Պետքա ընդո Բուխարենը կամենը հետպանն ասում են, բոլորին կուլակ դարձնենք։ Իսկ Լենին ասում է, չէ, կուլակներին սխմենք, հենվենք միջակների վրա, չկավորներին էլ բարձրացնենք։ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի բնակիչ Սուրեն Սարդարյանը հին ու համոզված լենինյան է։ Ամեն օր ընթերցում է բոլշևիկյան առաջնորդի աշխատությունները եւ ամբողջությամբ համաձայն է կարդացածի հետ։ Սակայն երբ քննարկում է հարազատ գյուղում վերջին 90 տարում ձևավորված սոցիալ-տնտեսական իրավիճակը, արտահայտում է լենինյան գաղափարները մերժող կարծիքներ։ Ես կապիտալիզմի ժամանակ եմ ապրել։ Մենք ուշ ենք կոլխոզ մտել իմ հերը։ Սեփական կալանք կասել, սեփական արտ ենք հնձել մենք։ Նրանց հետո եկել է սովետական կարգերը, կոլխոզ ենք մտել, կոլտեսիոնում ենք աշխատել, լրիվ քյուլպատով։ Եկել ես նոր կարգերը, սա ցավատանամ, պետք է սա շուտ եկել։ Ինչի՞։ Ես կարգերը պետք է շուտ եկել, որովհետև հիմի ժողովուրդը ազատ է։ Մի կովից ավել իրավունք չունենք պահենք։ Մի կով, երկրորդ դաշնաց ինմինը ծախի, շուտ արամը թերմատու։ Բայց մի ինչ շուտ մսարա, պահի, 10 պահի կարմս, շանշ պահի, ապրանք պահի, ոչխար պահի։ Հիմա դուք ինչ եք կարողանում պահել, ինչ եք Ես կով ունեմ, ոչխար ունեմ, այծեր ունեմ, խոզեմ պահամ, չոքը ծարացել է պյութենք վսում, որ նոր տարամը մորթենք, ինչ ասես, հիմի կյանքը շատ ալավ է։ Չի կարել է համատել անցյալի հետ։ Իմ մանկությունը, որ ես հիշում եմ, դուժ եմ քաշել, ես չեմ ապրել, բայց մի ազատ կարգով։ Իմ թորները մի 7000 ռուբլանոց կոշիկ են հագնում, իսկ ես պեպիկ եմ մանակել։ Պրոլետարների առաջնորդի հետ Բուխարին Կամենևյան հայտնի հակադրումից հետո Սուրենի հայրենի Լուսաձոր գյուղում գյուղատնտեսության զարգացումը դուրս թռավ բնականոն շավղից։ Կոլտնտեսությունը, իսկ ապա նաև պետական տնտեսությունը չիրականացրին իրենց հիմնական նպատակը՝ գյուղում բնակվող գյուղացու կայուն զարգացման ապահովումը։ Եվ այնուամենայնիվ Լուսաձորի գյուղացիները կայուն զարգացան, բայց դա կապված չէր ոչ գյուղի, ոչ էլ գյուղատնտեսության հետ։ Այն տարիներին ինչով էին զբաղվում ձեր գյուղի երիտասարդությունը։ Գյուղի երիտասարդությունը աշխատանքով զբաղվում, ռայոնի ներսում գործարաններ կարգին աշխատեն Իջևանում եւ գյուղում իրանց հողերի վրա աշխատեն։ Աշխատում Իջևանի փորձարարական գործարանում որպես զոլող բանվոր։ Աշխատանքը լավ էր։ Մոտորապես վարձատրում էր մի 4-500 ռուբլի, եթե կարողանում իմ ընտանիքն էլ պահեմ, հետո տունել կառուցեմ։ Գյուղի աշխատուժի մի չնչին մասն էր, միայն որ ընդգրկված էր գյուղատնտեսական պետական ձեռնարկությունում։ Սա խորհրդային Լուսաձորի գյուղատնտեսության պատմությունն է։ Իջևանի արտոնաբերական ձեռնարկությունները փակվելուց հետո սկսված արտագաղթը, ինչպես իրենք են ասում, մի երես դատարկեց գյուղը։ Այստեղ մնացած երիտասարդներն էլ փորձում են կամ հարմարվել վիճակին, կամ էլ հեռանալ գյուղից։ Աշխատանք չկա, հիմնարկ չկա, հողի վրա եք նստած, հողն է չի արդարացնում, ժողովրդի վիճակը շատ ծանր է։ Օրինակ քո հողում դու ինչ ես մշակում։ Պամիդոր, վարունգ, կաղամբ։ Կարողանում ես վաճառել, բերքը ստացված բերքը իրացման հնարավորություններ կան, թե դա էլ չկա։ Էդ էլ չկա, շուկա չեն թողում։ Որտեղ ես փորձում իրացնել, որ չեն թողում։ Շուկայի մեջ։ Տեղում թե Երևան ես տանում։ Չէ, Իջևանի մեջ ենք տանում, չենք կարողանում իր արժեքով իրացնենք։ Այսինքն ինչ է կատարում։ Այնտեղ ավաճառողները թույլ չեն տալիս մտնել շուկա, թե ինչ է տեղի ունենում, ինչպես թույլ չեն տալիս։ Տեղ չկա։ Լրիվ տեղերը զբաղված է, մենք էլ ճանապարհի վրա ենք ուզում վաճառենք, չեն թողում։ Լիպարիտի երեխաները մեծանում են նաև ծախսերը։ Մտածում է հեռանալ գյուղից, քանի որ վաստակածը քիչ է։ Իսկ գտած աշխատանքների համար էլ պատահում է, որ չեն վճարում։ Մասնավորը կարող է տա, կարող չտա, իրան ձեռքին ենք։ Օրինակ եղել է, որ դու միտեղ աշխատել ես ու չեն վճարել։ Հա,
Կարող ես ասել ինչ կազմակերպություն է եւ ինչու չի վճարել։ Չէ, դե մասնավոր գործ էր, դա չեմ կարող մեկ-մեկ շեշտեմ, բայց դե ստացվում է։ Բայց որ պետական աշխատանք լի, կգրանցվենք, վերջը պետականորեն կվարձատրվենք, բայց մասնավորը չէ։ Գյուղը ամբողջ երկրի հետ դժվարին օրեր է ապրել։ Մութ, ցուրտ ու կիսասոված։ Ասում են կյանքը հիմա կամաց-կամաց լավանում է։ Համի այս առումով կասեմ, որ բարելավում է, գազաֆիկացվել է գյուղը, ասֆալտապատվել է, խմելու ջուրը ասա անցկացվում։ Առաջ է շարժում կյանքը, ինչպես է կարանք ասենք, առաջ է, բայց դանդաղ էլ այդ տեմպերը չի արդացնում իրան։ Պետք է մի քիչ արագ գործի։ Մեր կառավարությունը ոնց ասած, այս տեմպերով մի քիչ ուշանում ենք, էլի։ Զարգացման դանդաղ տեմպերը երիտասարդներին խանգարում է նախ եւ առաջ ամուսնանալ։ Գյուղում շատ երիտասարդներ կան, որ խուսափում են ամուսնությունից։ Չկա կայուն աշխատատեղ, ծնողների հույսին են, եթե լի կայուն աշխատատեղ բոլոր երիտասարդությունն է կամուսնանա։ Հիմնական խնդիրը է դա գյուղում։ Հիմա դուք ինչ որ մի խնդիր հավանաբար հաղթարել եք աշխատանքի հետ կապված։ Այո, գյուղում հիմա իրականացնում է խոշոր ծրագիր, գյուղը ջրահմատակարա խմելու ջուր են քաշում, դա աշխատում ենք։ Ինչ որ մի խնդիր լուծվում է, չնչին խնդիր։ Այսինքն այդ աշխատանքը քեզ հնարավորություն է տվել, որ դու մտածես ամուսնանալու մասին։ Անպայման։ Իսկ քո հասակակիցները։ Իմ հասակակիցները մեծ մասը չի աշխատում։ Արտագնա աշխատանք են մեկնել Ռուսաստանի Դաշնություն եւ չեն վերադարձել։ Իրենց բախտը փնտրում են օտարափերում։ Իսկ երիտասարդությունը որպես կանոն խուսափում է գյուղատնտեսական աշխատանքների մեջ այդտենց ակտիվորեն ներգրավելուց եւ հույս չի կապում դրա հետ։ Քո կարծիքով ինչու։ Ինչու ինձ թվում է իմ կարծիքով այս գյուղում դե բան ապագա չկա այդ դրա համար։ Ինչու ապագա չկա, տես հասակով մարդիկ են, ասենք միջին սերունդ, ավագ սերունդի, իրենք հույս են կապել այս գյուղում եւ մնացել են միջև այս տարի։ Ինչն է փոխվել, որ հիմա ապագա չկա եւ հույս չեն կապում։ Չկա կայուն աշխատատեղ, աշխատատեղն է ամենամեծ խնդիրը, որ չեն ուզում գյուղատնտեսական ծրագրերով մշակեն, գյուղը զարգացնեն։ Ասենք կարելի է մտածել, որ դու էլ քո ապագան չես կապում այս գյուղի հետ։ Եթե չլինի աշխատատեղ, ես էլ չեմ կապում իմ ապագան ըստի։ Սակայն եթե լուսաձորցիները արտագնա աշխատանքի են մեկնում այլ վայրեր, պարզվում է, որ այս գյուղ արտագնա աշխատանքի եկողներ էլ կան, որոնք մասնակցում են գյուղում իրականացվող շինարարական ծրագրերին։ Ես ուրեմն եկել եմ Քյավառ Արցվաքար գյուղից, եկել ենք ստեղ աշխատանքի, ջրի բասեիններ ենք սարքում եւ ջրագիծը, գյուղի համար, Լուսաձորի։ Տեղացիներ չեն ընդգրկվել այդ աշխատանքներում։ Եղել են, բայց մենք էլ եկել ենք եւ աշխատում ենք։ Դրա համար ամեն մի ջահել պետքա աշխատի էլի, ասենք ցանկացած միջավայրում, ուր որ գտնվի։ Դու քանի տարեկան ես։ 22։ Ամուսնացած ես։ Ոչ։ Մխիթար Սարդարյանի դասարանից ոչ մեկը գյուղից չի արտագաղթել։ Չկան նաև ամուսնացածներ։ Դրա իրականացումը կախված է մի շարք հանգամանքներից։ Դե հիմա Փառք Աստծո աշխատանք ունեմ, գյուղապետարանում եմ աշխատում։ Դե գնայինք, տուն սարքեմ, հետո ամուսնանալու մասին կմտածենք։ Մտածում ես տուն կառուցեմ։ Ինչ ես աշխատում։ Հարկահավաք։ Իսկ ինչքան է աշխատավարձը, եթե գաղտնիք չէ։ Աշխատավարձը ուրեմն 35000 ամսեկան։ Այո, ընտանիքը մեծ է, 7 հոգի։ Հույս ունեմ մոտագա ուրեմն ապագայում կառուցեմ տուն, ամուսնանամ, եղբայրներիս մասին է կմտածենք արդեն։ Եվ որպիսի Հայաստանի գյուղերի երիտասարդությունը իրենց ապագան կապեն հայրենի եզերքի հետ, Հայաստան-Սփյուռք 3-րդ համաժողովի ժամանակ որոշվեց իրականացնել Հայաստանի 50 գյուղի համալիր զարգացման ծրագիր։ Լուսաձորի վերակենդանացումը հանձնարարավ իրականացնել ՄԱԿ-ի համայնքային զարգացման ծրագիրը Իտալիայի կառավարության տրամադրած դրամական միջոցներով։ Համալիր ծրագիրը նախ եւ առաջ նպատակ դրեց նպաստել գյուղացիների եկամուտների ավելացմանը։ Ծրագրերը բազում են։
Նախ եւ առաջ այգեգործությունը զարգացնելու համար որոշվեց խթանել արքայախնձորի, թզի եւ նռան մշակությունը։ Այս ծառերը դիմացկուն են հիվանդությունների եւ տարբեր վնասատու միջոցների նկատմամբ։ Նաեւ դրան զուգահեռ շատ բարձր բերք է ապահովում եւ բնակչության եկամուտը շատ է լինում։ Դրա համար ուրեմն նախատեսվեց եւ անցած տարի ուրեմն 5500 հատ արքայանարնջի տնկիներ բաժանվել, նախատեսված է այս տարի եւս բաժանվի բնակչությանը, որպեսզի բնակչության համար լինի եկամտի նոր եւ կայուն աղբյուր։ Հաշվարկվել է, որ մեր երկրում արքայանարինջ շատ քիչ է արտադրվում, մինչդեռ պահանջարկը բարձր է եւ այն ներկրվում է Վրաստանի Հանրապետությունից։ Մենք ստացել ենք ուղիղ 60 ծառ, 60-ը դրել եմ, աճելա եւ կարող եք տեսնել։ Այդ ո՞նց է եղել, որ ձեր հարևանների ծառերը ցրտահարվել են։ Որովհետեւ նրանք աննամուսություն չեն ծածկել։ Իսկ ես ծածկել եմ, բեժայել եմ, իմ արեստն է, իսկական սիրում եմ, ես գյուղատնտեսության մեխանիկ եմ։ Հողի լեզուն լավ եմ հասկանում։ Գուցե դա նրանից է, որ ասենք իրենք չեն իմացել, թե ինչ պետք է անել։ Չասել են։ Մեր տվյալ տվող մարդիկ լրիվ բացատրել են, դաժե եկել են իրանց սեփական աչքով տեսել, ոնց է ծածկում, ոնց դեք պահել, ասել են բոլորը, բայց չեն արել։ Հիմա դուք որևէ եկամուտ ստացել եք արդեն իսկ այս բերված ծառերից։ Չէ, բերված ծառերը երրորդ տարում պետքա բեկ տան։ Երրորդ տարում, իսկ երկրորդ տարին է արդեն։ Այսինքն եկող տարի դուք արդեն Այո, նույնը գցի։ Հաշվարկել եք դրանից ինչ եկամուտ եք ստանալու, ինչ բանեմ, մենք դրանից ստանալու ենք նախ դրսից գալիս են խնդրում աղաչում փողով տանում։ Երկրորդը, որոշ բան չլի, մենք օղի ենք դրանից քաշում։ Որոշ բան չլի, մենք օգտագործում ենք ուտելու համար։ Արքայախնձորը դրանից լավ է։ Արքայախնձորից արդեն օղի եք սովորել։ Այո, օղի եմ քաշում, շատ շնորհքով օղի ալեմ։ Կանյակի գույնի։ Թուս չեք վերցրել։ Վերցրել ենք։ Ընդամենը քանի ծառ եք դրել։ Ընդամենը դրել ենք 80 ծառ։ Ասում եմ, որ նաև ռոկման ջրի խնդիր կա։ Ռոկման ջուրը մենք մեր լուսաձորը, ռոկման ջուրն էսա, ռոկման ջուրը պիրել եմ հետի։ Երկու անգամ պիրել են։ Այս երրորդ անգամ խմելու ջուրն եմ պիրում։ Պատրաստ։ Մինչև հունվարը խոսք եմ տորում։ Յուրաքանչյուրի տրանը էլի սեփական զուլած ջուր։ Բալավես գյուղում մի խնդիր չկա, մի խնդրեմ չկա։ Այս գյուղում մենակ մնացել է մի խնդիր, այնա գյուղական սովետի նախագահը իրան վերցել է իրան բոյնը։ Բանը կանալիզացիայի գործն է մնացել։ Ջուրը պիրեն տրները թե չէ, կանալիզացիան սկսում են։ Որպիսի նոր ծառատեսակներից ստացվող եկամուտը ավելին լինի, իսկ մշակումը գիտականորեն կազմակերպված, ինչպես լուսաձորցիներին, այնպես էլ հարևան գյուղերի բնակիչներին սովորեցնում են նաև մշակության գաղտնիքները։ Արքայախնձորի համար ես տվել եմ բոլոր ինֆորմացիան, տվել եմ խորհրդատվական թերթիկներ, պարապել ենք սեմինար պարապմունքներ, դասընթացներ, որպեսզի ժողովուրդը տեղյակ լինեն մշակման տեխնոլոգիային եւ թե ինքը ծառերից ինչ է ներկայացնում։ Ինչպեսի ասենք հաջողության կարող են հասնել, թե ժողովուրդը սովորությամբ ունենան արքայախնձորի, ասենք, այգիներ։ Այս ծառատեսակների ներդրման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են։ Այո, անպայման շարունակվելու են։ Մինչև այսօրս բերվել է 5500 հատ տնկի, մոտավորապես 12 հեկտարի մասշտաբով։ Մինչև 10-15 օրվա ընթացքում նորից ներկմուծվի, կբերենք 5500 հատ նորից տնկի։ Լուսաձորում 75 հեկտար ոռոգելի հող կա, որից 35 հեկտարը մատակարարվում է ինքնահոս համակարգով։ ՄԱԿ-ի համայնքային զարգացման ծրագրով եւ Իտալիայի կառավարության ֆինանսավորմամբ կառուցվում է 6 կիլոմետր երկարությամբ խմելու ջրի ներհամայնքային ցանց։ Կառուցվում է նաև կարգավորիչ ջրամբարներ, ինչի արդյունքում գյուղը կունենա 100%-անոց անընդմեջ ջրամատակարարում, վստահեցնում է գյուղապետը։ Այսօրվա դրությամբ ՄԱԿ-ի համայնքային զարգացման ծրագրով կառուցվել է մոտ 2.5 կիլոմետր խողովակաշարժ ոռոգման ջրի, որի արդյունքում արդեն ոռոգման ջուրը առանց կորուստի հասնում է բնակչին եւ բնակիչը կարողանում է արդեն խողովակից անմիջապես օգտվի եւ դա մեծ հնարավորություն է տալիս գյուղատնտեսության հետագա զարգացմանը։
Բացի այդ, գյուղի մշակվող վարելահողերի ծավալը մեծացնելու նպատակով աշնանացանի եւ գառնանացանի ժամանակ գյուղացիներին հատկացվել է հացահատիկի, անվճար սերմացու եւ պարարտանյութ։ Կատարվել է գյուղ տանող 6 կիլոմետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում, ավարտվել է նաեւ գյուղի գազաֆիկացումը։ Երիտասարդության ազատ ժամանցը կազմակերպելու համար նորոգվել է գյուղի ակումբը, որտեղ կգործեն խմբակներ։ Բացի այդ, երիտասարդների համար ստեղծվել է համակարգչային սրահ ինտերնետի միացմամբ։ Այն նույնպես իրականացվել է ՄԱԿ-ի համայնքային զարգացման ծրագրով։ Այստեղ մինչև վերանորոգումը եղել է գրադարանին կից ավելացվել է համակարգչով համալրած սենյակ, որը կծառայի որպես ինտերնետ կենտրոն։ Եվ երիտասարդությունը զբաղմունք կունենա ամեն ինչով եւ զբաղմունք կունենա եւ կապ կունենա արտաքին աշխարհի հետ։ Լուսաձորցիները գնահատում են արդեն իսկ արված աշխատանքը, սակայն ասում են կցանկանային, որ զարգացման տեմպերը ավելի արագ լիներ։ Օրինակ դուք ինչի ակնկալիք ունեք կառավարությունից, իշխանությունից։ Տեսեք, ասում եք աշխատատեղ։ Կարող եք ասել ինչ աշխատատեղ, ինչ պետք է անել։ Հասկանում ենք, որ այսօր չի կարող ընդհանրենք արտադրել, դնել մի գործարան, որը արտադրանք տա, որը իրացման շուկա չունի։ Ինչ կարող է լինել ձեր գյուղում, որպեսզի մարդիկ աշխատանքով ապահովված լինեն, եկամտաբերությունն էլ բարձր լինի։ Ինչ կարող է լինել օրինակ ձեր գյուղում։ Օրինակ յոթուն մի քիչ օգնեն, մի քիչ գոնե երկարատև վարկ տան, երկարաժամկետ վարկ տան։ Ու այդ ձևով կարելի է մի կերպ մի քիչ վիճակը շտկել։ Ցածր տոկոսներով վարկ տրամադրեն յուղացուն ցածր տոկոսներով, որպեսզի յուղացի մի քիչ կարողանա հոգսից թիթավանալ։ Այ դուք ասում եք վարկ տան, երևի մտածել եք այդ ուղղությամբ, երևի թե մտածում եք ինչ որ մի արտադրություն սկսել եւ ձեզ վարկն է անհրաժեշտ։ Ինչ եք ուզում սկսել, որ վարկի անհրաժեշտ դրամական միջոցներն անհրաժեշտ։ Մի քիչ անասուն պահենք, փոքր ծավալվենք, բան մի քիչ մեծացնենք։ Հարմար դրամական միջոցները իրանք ունեն մի 10-ից 15 գլուխ անասուն ես պահեմ։ Իսկ անասնամթերքի, անասնամսի իրացման խնդիրներ չկան։ Չէ, դա ոչինչ, այդ գործը մի քիչ ոչինչ է կարողանում ենք վաճառենք այդ գործը։ Կաթն եք իրացնում, թե արտադրում եք։ Երևի մսամթերքն է, այս գործը մի քիչ որոշ չափով լավ է։ Գյուղում վերջին տարիներին անասնապահությունը անկում է ապրել։ Պատճառները մի քանիսն են։ Երևի թե կախված էր առաջին հերթին տոհմային գործի բացակայության հետ, դրան զուգահեռ ուրեմն անցած տարի տարածված խոզերի ժանտախտի հետ կապված եւ դրան նախորդած թռչնագրիպի հետ որոշակի չափով ասենք անասնապահությունը հետ է աճել։ Անասնապահությունը խթանելու նպատակով ՄԱԿ-ի համայնքային զարգացման ծրագրով գյուղում ստեղծվել է անասունների արհեստական բեղմնավորման կայան, որի ծառայությունները անվճար են։ Անցած տարվա համեմատությամբ խոշոր եղջերավոր անասունների թվաքանակը մոտավորապես 20%-ով նվազել է։ Դա կապված է երևի թե նախկինում զբաղվող ֆերմերային մի քանի խոշոր տնտեսությունների արդեն որոնք այլևս չեն զբաղվում դրանց հետ։ Լուսաձորցի Սուսաննա Մատինյանը ընտանիքով լիարժեքորեն զբաղվում է անասնապահությամբ։ Մայիսին հավաքում են անասունները եւ մեկնում ամառանոց։ Վերադառնում են հոկտեմբերին։ Պահում ենք 15 հատ։ Ոչինչ, հավաքում եմ, բարեկամին հավաքում եմ, տանում եմ օգնություն ցուցաբերեմ։ Ընդհանուր առմամբ քանի անասուն եք սարտան։ 22 հատ։ Իսկ ինչ եք անում կաթը։ Կաթը այնտեղ ես ոնց ասեմ հայկական լեզվով բարբարով ասեք։ Հա, այնտեղ օգտագործում եմ, էլի բաներ եմ անում, այնտեղ յուղ եմ անում ես ինձ համար, խոզ եմ պահում այնտեղ։ Ասենք այնտեղ չեք հանձնում կաթը։ Չէ, այնտեղ չենք հանձնում, դե այնտեղ բան չկա, էլի յուղ վար չկա, այնտեղ որտեղ հանձնենք։ Իսկ հիմա աշունը վերադարձել եք, կարողացել եք իրացնել ձեր արտադրած պանիրը, Այո, իրացրել ենք մեզ համար։ Դժվարություններ չի եղել։ Չէ, ինչ դժվարություններ մեզ համար, այո, այնտեղ խող ենք մեզ համար արել, ինձ համար այնտեղ ամեն ինչ արել եմ։ Վարունգ եմ արել ինձ համար այնտեղ, լոբի եմ արել ինձ համար, ամեն ինչ այնտեղ ես արել եմ հողը։ Կարտոշկա եմ արել։ Ասենք երբ որ աշնանը վերադառնում ես, դու քո ամեն ինչով արդեն գալիս ես։ Այո, ես իմ ամեն ինչով գալիս եմ այստեղ։ Լուսաձորը նաև հովեկների սիրած վայր է։ Սուրեն Սարգսյանը նախկին Լուսաձորցի ամեն ամառ արձակուրդ անցեկացնում հայրենի գյուղում։ Ազատ ժամանակ բնությունից հավաքած ճյուղերով ու փայտի կտորներով ստեղծում է զարմանահրաշ արվեստի գործեր։ Դպրոցական հասակից զբաղվել եմ նման գործերով, տպագրվել են իմ այս գործերը,
Ունեցել եմ անհատական ցուցահանդես ժողովրդի տնտեսության տան առանցին անկյուն, կազմվել է կատալոգ գունավոր ու պահում եմ սրբության ու զբաղվում եմ նման բաներով իմ արվեստին անդրադարձել է Գարունը Հայաստան աշխատարարին գրական թերթը Երևան Երևան եւ խորհրդային սովետական Հայաստան այն ժամանակաթերթը մի խոսքով սիրած գործս է Սուրեն Սարգսյանն ասում է, որ լուսաձորցիները անկատար մի երազանք ունեն, որ չի մտել ոչ համայնքային զարգացման ծրագրերի, ոչ էլ այլ ծրագրերի մեջ, որը սակայն պակաս կարևոր չէ գյուղի ապագայի համար։ Մենք հեռու ենք եղել, եկել ենք այն ամբողջ գյուղի բնակչության հետ միասին եկել ենք այն եզրակացության, որ ուզում ենք որ մի հատ մատորանման, մի մատուր կամ փոքրիկ եկեղեցի կառուցել, որովհետեւ դա լինի մեր ժողովրդի համար աստծուն, նրա աղոթքը առ Աստված հասնելու համար։ Այդ կապակցությամբ ամբողջ գյուղի բնակչության անունից ես երաշխավորված եմ, ուզում ենք դիմել խնդրանքով ամենան հայոց կաթողիկոս նորին տեր օծություն Տեր Գարեգին II Հայկական կոնգրեսի պրեզիդենտ Արա Աբրահամյանին, Գրանտ Հոլնենքի տնօրեն Հրանտ Վարդանյանին, իրեն որդուն Միքայել Վարդանյանին, որը մեր տարածաշրջանի դեպուտատն է, ինչպես նաև Վիվասելի տնօրեն Երիկյանին, ինչպես նաև մյուս հայորդի բարեգործներին, որպեսզի իրենց փոքրիկ ներդրում ունենան մեր այս հայրենանվեր գործում, այս փոքրիկ մատուրը կառուցելու համար։ Եթե կարողանանք մենք դա մեր հայորդիների շնորհիվ, ինչպես նաև մենք ներդրում պետք է ունենանք, ամբողջ բնակչությունից նախնական, որ կարողանանք կատարենք դա մեծ նվեր կլինի մեր գյուղի բնակչության համար։ 2007 թվականին սկսվել է Լուսաձորի մասին պատմաճանաչողական գրքի ստեղծման աշխատանքները, որն իրականացնում է ճանաչված լրագրող Ռուբեն Սիմոնյանը։ Նյութերի հավաքման ժամանակ լրագրողը նաև ուսումնասիրել է գյուղի տնտեսական զարգացման վայրիվերումները եւ հանգել է մի եզրակացության։ Կարծում եմ, որ պետությունը պետք է կանգնած լինի արտադրողի թիկունքին։ Այսինքն, ասի որ արտադրիր ինչքան ուզում ես միս, ես կընդունեմ։ Ինչքան ուզում ես ցորեն արտադրի, ես ընդունում եմ, ապահոված ես, ապահովագրված ես։ Եթե անգամ կարկուտը այս տարի տանի, անպայման պետք է գյուղացին պաշտպանված լինի։ Ես չգիտեմ, համաշխարհային փորձը ես ոչ մեկին էլ չեմ ուսումնասիրել, բայց ես գիտեմ, որ դոտացիայի խնդիր կա, որ բոլոր պետությունները, գուցե մեր հնարավորությունները երկրի մեր պետության դեռևս այդպիսին չեն։ Լուսաձորցի 80-ամյա Ապրես Այվազյանը քամանչահար է եղել։ Նվագել է քեֆ ուրախությունների, գյուղի ակումբում ու դպրոցում երեխաների միջոցառումների ժամանակ։ 25 տարի առաջ, երբ հայրը մահացավ, փաթաթեց քամանչան ծածկոցի մեջ ու թաքցրեց։ Ստացված վճելի, հա, չամանչին սազի չի, որ չամանչին սազել է, լավ եղանակնի, լավ մերը գուսանական եղանակնից, սայատնովայից, բանից, բոլամակն վակ, շամպուրը գիտեք, որ խրոված բան են կանում, 12 տարեկան էլի, շամպուրը որ ունի, բանանի քիրս է լավ երկեր, լավ երկեր, դհետ գործիքին լավ սիրեցի, տիրապետեցի, Չէ, չի նվագում Ապրես պապի քամանչան։ 25 տարի չաշխատած գործիքի ականջները ձիթել է պետք, լարերը փոխել ու կանիֆոլ քսել։ Այն ժամանակ պապի քամանչան կնվագի նոր գործիքի նման։ Լուսաձորի գյուղատնտեսությունը վերակենդանանում է, սակայն այն լիարժեք դարձնելու, գյուղում երիտասարդությանը ամրացնելու համար պետք է դնել քաղաքակիրթ հիմքի վրա։ Դրա համար անհրաժեշտ կլինեն գյուղատնտեսությունը կարգավորող օրենսդրական փոփոխություններ, եղածների վերանայումներ։ Հակառակ դեպքում այն նմանվելու է Ապրես պապի քամանչային, որ կարող է նվագել, բայց չի նվագում եւ փաթաթված պահպանվում է հնամյա շիֆոների դարակում։